Ամեն ինչ լսել ենք, գեցե կառավարությունը չենք լսել, դա լսեցինք։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում գերաշնորհ Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Այս խոսքը ընդունեք նաև ԱԺ պատգամավոր եւ հայրենիքի կալանավոր Արտուր Սարգսյանի եւ մյուս 16 հայրենիքի կալանավորների անունից։ Տերն իմն է, լույսը եւ կյանքը, ես ումից վախենամ։ Տերն իմն է, կյանքի ապավենը, ես ումից դողամ։ Այս աղոթքը ողջ կյանքում ուղեկցել է ինձ, ինչպես այսօր ուրացողների եւ հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ եւ իմ հայրենիքի կենսագրությունը եւ պատիվը գողանալ։ Իսկ իրենց եւ իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմելու է աղվեսադրոշմի խարանը։ Ինչպես ումից եւ ինչու վախենալ։ Այն կենսագիրներից, ում ձեռքը թաթախված է արյամբ, հայրենիքի եւ հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի եւ փորի համար փորձում են ահաբեկել եւ վախեցնել։ Մենք նախընտրել ենք մեր հայրենիքի եւ եղբայրների հետ կալանքը եւ նույնիսկ մահը քանուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան եւ չեմ ուրանալու հանուն քեզ Արցախ։ Հիմա անդրադառնում եմ այն հանգամանքին, որ այս 3 ամսվա ընթացքում 2 անգամ հրապարակային հարցում եմ ուղարկել գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։ Այժմ այս ամբիոնից, որտեղից հնչել են մեր հասցեին զրպարտություններ, նույն հարցադիմումն եմ ուղում։ Ինչն է վերաբերվում 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ դնելու ձեր այդքան սիրված պատմությունը։ Երկրորդ, ով կամ ովքեր են ավտոբուս վառելու, արդյոք նման պատմություն գոյություն ունի, մնացյալի մասին հետո, արդյոք ձեր ներկայացված այսպես կոչված ձայնագրությունները փորձարկման, փորձակնության ենթարկվել են թե ոչ, այդքան նենգ եք, որ ձեր նույնիսկ վկայությունները կեղծ են։ 8 ամիս շարունակ, լսելուց հետո, պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիքով ինչ-որ մի բան կորզել, գաղտնալսելով իմ եւ իմ հոգեվոր եղբայր Միքայել Սրբազանի խոսքը։ Ընդ որում, մեր կալանքը 2 ամսով էր, դուք գաղտնալսման հրաման եք տվել 3 ամսվա համար, այդպեսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախատեսված ծրագիրը։ Սա ձեր իրական նկարագիրն է։ Երկրորդ, իմ երկրորդ հացը ուղղված է ԱԳՆ-ին։ Մեզ հասած տեղեկություններով դուք զանազան միջազգային ներկայացուցիչներին ասել եք, որ այս մեր գործը ինչ որ ունի ռուսական հետքեր։ Եթե առկա են, ապա ինչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ ձերից նկարագրած ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն եւ այլ լեզուներով։ Հարց. նման բան ասել եք թե ոչ, ռուսական հետք կա թե ոչ, այս վերոնշյալ հարցերին միայն հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչև այս քարոզիայի ավարտը։ Այլապես դուք վերածվում եք ստախոս եւ խաբեբայի։ Կեցե Արարատը Սուրբ Էջմիածնով, Արցախով եւ մեր նահատակներով սրբագրված հավերժական Հայաստանը։ Հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Էդուարդ Աղաջանյան, հաջորդ ելույթի համար ամոց։